Ողջույն։ Նախ նշենք, որ սմարթ էկրաններ աշխարհացույցի դպրոցներին 2024 մրցույթի սերունային մնալը մենք մեզ համար դարձրինք հնարավորություն, որ այս անգամ առավել համառ աշխատանքի արդյունքում ունենանք ավելի արդյունավետ ու ամբողջական կատարված աշխատանք ու դրանով պայմանավորված նաև սմարթ էկրան։ Եվ այդ արդյունավետ աշխատանքի կատարման համար նախ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ենք աշխարհացույց հարթակի գործիքակազմը, դիտել ենք ուսուցողական տեսանյութերը, որոնք ներկայացնում են աշխարհացույցի հմուտ աշխատակիցները, ներկայացվող անհատի ընտրությունը կատարեցինք մտքերի քարտեզագրում մեթոդով այն բանից հետո, երբ մեր ուսուցիչները մեզ ներկայացրին նախագծի ընդհանրական խորագիրը և թե ինչ նախագիծ է մեզանից պահանջվում իրականացնել։ Յուրաքանչյուրս ներկայացրեցինք մեզ հոգեարազատ Հայաստանի Հանրապետության այս կամ այն մարզերից ու այլ երկրներից հանրաճանաչ անհատների, դա ամրագրելով պաստառի վրա։ Սակայն ի հեճուկս ընդունված նորմերի, մենք ընտրեցինք առավելապես քիչ ներկայացված անհատին ու դա այն գերազանց տրամաբանությամբ, որ եթե նա քիչ է հիշատակվել, բնականաբար ճիշտ կլինի, որ մեզ համար բացահայտենք ու ձեզ ներկայացնենք հենց այդ անհատին։ Ընտրությունը կանգ առավ Մինաս Ավետիսյանի վրա, ունենալով անհատին, ում պետք է ներկայացնենք, արդեն պարզ է նաև հիմնահարցը։ Մենք քննարկեցինք, թե ինչ հավելյալ վերջնական պրոդուկտ ենք ցանկանում ունենալ, բացի աշխարհացույց հարթակում կազմվող ցուցադրությունից, և ընտրեցինք Մինասի աշխատանքների մեջ կրեատիվ մոտեցմամբ ներկայացման ձևը։ Շեշտը դրեցինք Մինասի որմնանկարչական աշխատանքների վրա, ստեղծեցինք նրա աշխատանքներից կազմված կոլաժը և թելանկարը։ Այնուհետև ձեռնամուխ եղանք աշխատանքային խմբերի ձևավորմանը, գիտակներ, ամենատարբեր նյութեր ուսումնասիրողներ, տեղեկատվությունը հավաքագրողներ, գործունյաներ, աշխատանքի պրոդուկտային մասի արտադրողներ, հարցազրույցներ վերցնողներ, համակարգողներ, առաջնորդական հմտությամբ օժտված աշակերտների խումբ, ովքեր կկազմակերպեն և կուղղորդեն բոլոր խմբերին աշխատանքների կատարման հարցում և իմի կբերեն խմբերի աշխատանքը, ծրագրավորողներ, ստացված և համակարգված տեղեկույթի ձևափոխողներ, մոնտաժողներ, ծրագրային խմբագրողներ և թվային հարթակում տեղադրողներ։ Կազմեցինք նաև ժամանակացույց, թե աշխատանքների հատվածները ինչ ժամկետներում պետք է իրականացնենք, ինչ պարբերականությամբ պետք է հանդիպումներն իրականացնենք, ստեղծեցինք սոցիալական հարթակ աշխատանքային շփումների համար և սկսեցինք աշխատել։ Տեղեկատվությունը Մինասի մասին բավականաչափ էր, սակայն դրանք մեծամասամբ կենսագրական տվյալների ու տարեթվերի տեսքով էին, իսկ մենք նպատակադրվել ենք բացահայտել անհատի ոչ միայն պրոֆեսիոնալ գործունեությունը, այլ նաև նրա որպես քաղաքացի, որպես մարդ կերպարը, ու դրա համար դիմեցինք ամենահամարձակ քայլին ու փորձեցինք տեղեկատվություն ստանալ անմիջապես մեր հերոսի հետ առնչված մարդկանցից, իսկ ով կարող էր ամենալավը ներկայացնել Մինասին, եթե ոչ նրա հարազատները, իսկ դա եղավ նրա մեծ որդին, Արմանը, ում հետ հանդիպումը կայացավ մեծ, իսկապես շատ մեծ նկարչի ծննդավայրում գտնվող թանգարանում։ Այնտեղ անմիջական շփումը Մինասի ստեղծագործությունների հետ, ծանոթությունը նրա կենսագրությանը և մարդկային տեսակի բացահայտումը շատ ավելի ոգևորիչ ազդեցություն թողեց մեզ վրա։ Նրա կերպարը հիմնովին բացահայտելու համար և դա մենք լավագույնս հաջողեցինք։ Տվյալների հավաքագրումից, փաստերի ուսումնասիրությունից, տեղեկատվության ստուգումից ու համադրումից հետո ձեռնամուխ եղանք սայիկաշարի կազմման աշխատանքին, որի ստեղծման ժամանակ վերհիշեցինք նախորդ տարվա աշխատանքի իրականացման ժամանակ ձեռք բերված մի շարք հմտություններ, տեսանյութի մոնտաժում, տեքստերի գրագետ խմբագրում, հետաքրքիր ու գրավող վերնագրերով պատկերազարդ սայիկների ստեղծում։ Աշխատանքի ընթացքում առաջնորդվել ենք նաև հանրակրթական չափորոշիչի պահանջների պահպանման միտումով, մասնավորապես կրթական պահանջներին համապատասխան տեխնոլոգիաների կիրառումը, միջառարկայական կապերի ապահովումը, կիրառել ենք նաև տվյալների հավաստի և վստահելի աղբյուրներից վերցնելու հմտությունը, ավելի ենք հմտացել թիմում աշխատելու առումով։
Այս ամենի արդյունքում կարողացանք բացահայտել մի մեծ մարդու համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետի, ում ջաջոր կտավը հիացրել է ամբողջ աշխարհի արվեստասեր հասարակությանը ու մտորումների անսահմանություն բացել արվեստի քննադատների համար, իսկ թե ինչպիսին է մեր Մինասը, ինչպես անվանել են նրան համարյա թե բոլորը, նրա անմիջականության ու հասարակ մարդկային շփմամբ բնորոշվող բնույթի համար, կներկայացնենք ձեզ մեր սայիկաշարի միջոցով, համոզված լինելով, որ վերջում կհիանաք նրա մարդկային տեսակով, այսքանը, բայց ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ մեր սմարթ էկրանը չմոռանաք։